Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպես եք, ոնց է ձեր տրամադրությունը, իմը ոչինչ, բարեխառը, եղանակով, բարեխառը եղանակի նման է, մի հատ անձրև է գալի, մի հատ ձյուն է գալի, մի հատ կտրվում արևն է դուրս գալի խառը, ու դրա հետ է մեր բնավորությունը այդպես արագ-արագ փոխվում է։ Հիմա եկել եմ աշխատավայր 8 ժամը, պատկերացրեք ժամը 10-ն է, գիշերվա ստացել ենք պատվեր, որ վաղը առավոտյան պետք է գան վերցնեն մածունով գաթա, լոխումով սիգարետ պոպոկով և մատիկներ կտրվածքով գաթա։ Արագի մեջ եկել եմ ու արագ-արագ անում եմ, որպեսզի հասցնեմ, պատրաստեմ, տամ պատվիրատուին։ Հիմա անում եմ մածունով գաթան։ Հեսա մածունով գաթայի խմորը դնեմ մի հատ պտտվի ու անցնեմ արդեն մյուս բաների պատրաստմանը, սիրելի հետևորդներ, վատ եղանակ է, ոչ ոնց որ մարդու աշխատանքը չգա, հոգնած, ուզում է անընդհատ նստի ու ոչ մի բան չանի, դա երևի ոչ թե եղանակից էլ է, այլ որ վատել եմ, միգրենը նորից բռնել է, գլուխը սահա որ ձևից ցավում է, բայց դե ինչ արած, էտա, պետք է աշխատել, պատվերները կատարել, որպեսզի հաճախորդը ոնց անպատվեր չգնա այստեղ։ Այս է մածունն եմ փորձարկում, տենամ ոնց է, թթույ է, քաղցր է, ոնց որ լավն է, ինտիր է, որ միգրենը բռնում է, ինչքան թթու, ջրալի, բանկա դուրս գալիս է ու անընդհատ ոնց որ ուզենամ տենց բաներ ուտեմ։ Այսօր աղջիկս տանն էր և հավի նագեցներ է պատրաստել, հավի դոշով, շարիտե, սարքե, սիրուն, պատրաստե դրել է, հեսա վիդեոյիս հետ կցելու եմ, կտեսնեք թե ինչ աշխատանքներ է արել ու ինչ տեսակի լավ ընտիր տնական, մաքուր անարատ նագեցներ է ստացել, խանութին ինչա, չգիտես ինչի մեջ են թաթախում, ոնց են պատրաստում, քանի օրվա է, ինչքան ժամանակում է գտնվում սառցեխցիկում, իսկ տանը արագ, սիրուն, հեսա լրի մանրամասն ցույց ենք տալի, ոնց է պատրաստվում, տանը արագ, սիրուն, նատուրալնի արեք և ձեր երեխաները թող ուտեն տնական համով բաներ, սիրելի հետևորդներ, մի գնեք խանութի նման տեսակի ապրանքները։ Աղջիկս եկել է ինձ օգնելու, ասում է մայրիկ ջան, ես քեզ օգնեմ, ասի դավայտի, տեսնենք ոնց է, ասում աղջիկս խորհուրդներ եմ տվել, սիրելի հետևորդներ, ասում եմ, ինչու չես գնում ձեր մոտ տորթեր սովորես, պատրաստել և տանը տորթի պատվերներ անես։ Իրանց մոտ գիտեք ինչ կարգի լավ գներ է, բարձր, թանկ, տորթին, բայց հետո ասում ձեռքիցս ամեն ինչ գալիս է։ Դառնակով չեն կտրում աղջիկ ջան, իմացի եկել ես առաջի անգամ բանի, փորձաշրջան։ Հեսա ցույց կտամ ինչով ենք մենք կտրատում լոխումները, սիրելիս, արի։ Հա, լավ, լոխումը մենք կտրում ենք մկրատով, հեշտ և հանգիստ։ Դե տուր ինձ կտրեմ։ Այսպես, մատը չկտրես, մնացածը հեշտ։ Արիստեղ են կտրեմ, տամը թե ինչ կտրես, արիստեղ կտրի, ես ես կողմից կդնեմ, գնա, գնա այնտեղ նվան արա։ Մամ չես տալիս ասես կիները կտրտեմ։ Չէ, դու լոխումը կտրատի, հիմա ես պայ 100 դրամ։ Ես ակտրի գալիս եմ սուգում անցկացնեմ աղջիկ ջան, տենամ ճիշտ ես կտրել, չափերը նորմալ։ Պայմ ես մինչև ամուսնանալը սենց չէի, չէ։ Ինձ է, ասա որ հասկանամ։ Սենց։ Սենց է որ գործանող։ Չէ, անուղ է, ետ գիտեմ է ճիշտ։ Բա ինչ։ Դե ինձ ոնց բացատրեմ։ Ինչ, լասա, որ ես չեմ ջոգում, իշն ես ասում, որ մի հատ էլ հատ ասեմ, ճիշտ է թե չէ։ Սենց։ Կտրող։ Բա ինչ այ բալաջուն։ Սենց տորթերի հետ կապված։ Սեր չունեի, չէ։
Հա, կամ չգիտեմ։ Գործանող էի, բայց ոչ այդ կարգի։ Հա, դե ժամանակ աղջիկ ջան, ուսանող էի, ուղղությունը սովորելն էր, հաշվապահ էի ուզում դառնալ, որ թողերներն ես հաշվեի, հենե գնացի ամուսնու տվի գործեր մարդաբանական, բարձրագույն համալսարան, ամուսնու թողերն ես հաշվեի։ Ես կարամ սա էլ թխեմ։ Որը։ Ես։ Էլի կա, դրանից կեսն ենք անելու լոխում, կեսը պոպոտ ենք անելու։ Մամ, սա գրտնակ եմ մի քիչ, որ քարակուսի դառնա, հլինայի, մամա։ Անի, նայ գալը։ Են դանակ բարեց հրս։ Շատ, էտե հլա։ Ստարգից եմ անում, սա է գալի մտնում աստը։ Հա, իմանայի շատ մի բացի, որ մեծը չնի շատ, էլի փոքր չափի լինի։ Այդպես չէ, այդքան չեն դնում, տես որ դնեն մամատ բան փակի փուրը։ Այ բալա, տես որ դնես մամատը գործը կփակվի մամայիդ։ Քանի հատ դրիր։ 3 հատիկ սիրունդի իրեն դրած դա եկավ ընկա։ Այդքան չենք բան, Ես որտեղ լավ չեղավ։ որտեղ դու սխալ արեցիր աղջիկ ջան, ով ա մեղավոր Գերշա։ Գերշա մթամ նշանը հետ են տալու։ Ահա։ Այսպես։ Դերսինի բեր շարի մեջը։ Ուրա ձեր սինիները ես չգիտեմ։ Այսինքն ամեն մեկի մեջ 3 հատ, մամ։ Հա։ 3 հատ։ Որ լավ անեմ կնդում։ Հմ։ Ստե։ Հայ պոպոկով էլ էին ուզե։ Հա։ Հələ պոպոկը տաղան կուննի։ Ասամ հետև որտեղ ջան, ես կարդում որ դուք ասում եք, մամայի գտնակը շատ փոքրան է, քանի չէ նկար քունյատ։ Այլ ջան։ Մի անհանգստացի ես ամեն ինչ տեղը տեղին կանեմ։ Հո, շատ։ Հրաշք։ Ուղղակի ես սիրում որ սա Շատ։ Ես մի քիչ տնավարի եմ անում։ Տնավարի այլ էլ դրանց է անիչ։ Ու բայց ոստեղ 300 դրամի պոպոկ լցիր, հատը 100 դրամ։ Ահա, այդպես։ Մամա ես շատ ընդունակ աշակերտ Շատ եմ։ ընդունակ ես, հրաշ։ Մամա ինձնից հետո մի դիզին արեցնես։ Դա ինչ արի, թողեն գան թքեն ճակա։ Լավ էլի։ Երիկա։ Հա? Ինչն է հերիկա, հա? Նորմալի չեմ ասում, բայց շատ է պետք չի, բալա ջան։ Դու միջվան ես անում, ես գնդոյցի մածունով գաթանը, հա? 2 գունդ անեմ և թխեմ, 2 գունդ։ Սեք ինչ լավ, որպիսի լավ սիրուն տեղը տեղին փաթաթվի, պնդոտ, այսպես։ Ու դնում ենք հանգստանա մի 5 րոպե, հետո նոր բացեմ, արդեն իսկ թխեմ մեր հրաշք մածունով գաթան։ Իմիջայլուց այս պատվերը, որ հայք տվել են, իրանք էլի են օգտվել մեր մոտ և ուզել են նույն բաները, ինչ որ այսօր ու շատ հավանել են ու նորից են պատվիրում։ Այ մածունով գաթան արդեն փաթաթում ենք, պինդ ամուր ձիգ սեղմելով, ինչքան պինդ եք պտտում, այնքան ձիգ ամուր է լինում, շերտերն է մեջը սիրուն երևում։ Այսպես փաթաթեցինք, քիչ ալյուր եմ անելու, այսպես կպցնում ենք տակը, որպեսզի չթափվի։ Սա կարս գրտնակ ես, բայց շերտավոր խմորը չեմ։ Ուրեմն էլ է գրտնակում։ Հա, բայց մամա ջան, որ այն շատ գրտնակ է, շերտերը կմտնի մեջը։ Ոչ, չգրտնագում ենք։ Ոչ։ Այսպես մի հատը շուռ ենք տալիս, գրտնակով էլ իրան հարթացնում, որպեսզի կտրելուց սիրուն լինի։ Եվ գաթակտրիչով հեսա կտրելու եմ ու դնա սինի մեջ։
Սա ուզովը տեսակ լավ չի երևում, բայց դե դա այսպես 1-2 հարվածով կտրում ենք, սա մի քիչ կարճ է, այն մյուսը չեմ գտնում, սիրելի հետևորդներ, մանեմ տալի չեմ գտնում, երևի աղջիկները վերցրել են, տեղը փոխել են, չեմ բանանում, ոչինչ, սրանով կկտրեմ 2 անգամով։ Տեսեք ինձ ձև են բացվել իմ գաթաները, հրաշք, մի հատ պտտեմ, որպիսի ես մի կողքն էլ հավասար թխվի, տեսեք ինչ հրաշք մատիկներ գաթաներն եմ ստանալու։ Այլ մածունով գաթաներ դրել եմ ես մի տեշկի մեջ, որովհետև տեղը չկար, մեկը մյուսին խանգարեր, տեսեք ինչքան սիրուն է շերտերը, մի հատ մոտիկա սուկարը ջան թող տեսնեն, սա էլ պտտեմ, որպիսի սիրուն համաչափ կարմրի։ Ես մեկն էլ, տեսեք ինչ սիրուն գաթաներ ա եղել, պտտել, գնաց։ Հիմա վերցնում ենք միսը, բաժանում ենք տարբեր մասերի, ձեզ որ չափի պետք է, ոնց ինչ մաս ուզում եք բաժանեք, օրինակ մենք վերցնում ենք այս չափը շատ հարմար է, ինչքան է որ ժարիտվի, ինչքան է որ տապակում ես, ինքը լավ իր չափը պահպանում է, շատ մանր է պետք չի վերցնել, որովհետև մանրի դեպքում ինքը շատ կչորանա և փոքր կլինի, այն համն ու էֆեկտը չի լինի։ Կտրատինք միսը, այսպես։ Հիմա պատրաստում ենք սոուսը, ալյուրի վրա ավելացնում ենք ջուր, ալյուր ենք վերցնում ենք աշկաչափով այնքան որ մեր վերցրած միսը ծածկվի, այդ ձև աշկաչափով չափ գոյություն չունի, ալյուրը լցնում ենք, ջուրը լցնում ենք, խառնում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան ու մոտավորապես մի 7-8 գթալ ալյուր ա գնում, ըստ աշկաչափի որ գցում եմ, այդքան գնում ա 7-8 գթալ, ճաշի գթալ ալյուր, ջուրը 1 բաժակ ավելացրել ենք, լավ հարում ենք, որպեսզի գնդիկները վերանան, մեջը կարող եք ձու էլ գցել սիրելի հետևորդներ, բայց մենք ձու չենք գցել, որովհետև ամուսինս չի սիրում ձուն մեջը, դրա համար չենք արել, բայց գցեք ձուկ, հետո համեմում ենք, աղ ենք ավելացնում, կարմիր բերեց ենք լցնելու, սև բերեց, դուք կարող եք ավելացնել սխտորի փոշի, սունելի, խմելի, դրանք էլ լավ համ են տալի նագեցներին, շատ համով է լինում, այսպես սա համեմունքները լցնում ենք ալյուրի և ջրի մեջ միասին, հեսա նորից կխառնենք ու նոր միսը կլցնենք, մեջը կդնենք, որպեսզի հասունանա մեջը, այսինքն հասունանալը որն է, որ համեմունքները բոլորը քաշի մեջը մսի և միսը դառնա շատ համով, սոճնի, լավ համ ունենա, եթե դա մենք չանենք ու միսը միանգամից ջարիտենք նույն համեմունքներով, ապա այդ էֆեկտը չի ունենա, չի կարա նագեցները լինի համով, փափուկ, այլ կլինեն մի տեսակ չոր, տեսեք ինչպես ենք սենց խառնում ալյուրի խյուսի մեջ, թողնելու ենք մոտավորապես մի կես ժամ, որպեսզի մնա այս համեմունքների մեջ, երբ որ կես ժամը լռանում է, արդեն նոր մեջից հանելու ենք և սկսենք տապակել։ Մինչ արդեն միսը սոուսի մեջ ինքը պետք է քաշի ճանել մի կես ժամ, հիմա պատրաստենք այն ամենը, ինչի մեջ որ մենք պետք է թաթախենք և տապակենք, ուրեմն անում ենք նույն համեմունքները ալյուրի հետ, բացի ջրից սիրելի հետևորդներ, ալյուրը լցնելու ենք, համեմունքները ինչ որ լցրեցինք սոուսին, լցնելու ենք մեջը, խառնենք և ստանանք մի հատ հետաքրքիր առամատային ինչ որ մի բան և հեսա միսը թաթախելու ենք մեջը և սկսենք ժարիտել, դուք պատկերացնում եք, թե ինչ համով և հետաքրքիր նագեցներ ենք մենք ստանալու, դրա համար էլ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որպեսզի դուք անեք այս տնական ամեն ինչը և ոչ թե գնեք խանութից։ Արդեն վերցնենք միսը ժարիտելու համար, տեսեք միսը դնում ենք այդ համեմած ալյուրի մեջ, այսպես շուռումուռ ենք տալիս, որպեսզի ամբողջ կողմերը թաթախվեն ալյուրի մեջ
Եվ արդեն տեղափոխելու ենք տապակի մեջ, տապակը աշխատեք անել մի քիչ միջին ջերմաստիճան, շատ ուժեղ չանեք, որովհետև ուժեղի դեպքում ինքը ալյուրոտ է թաթախված, կվառվի երեսը, իսկ մեջը հում կմնա, դրա համար էլ անում ենք շատ մարմանդ, որպեսզի ինքը դանդաղորեն մեջը թխվի, հետը սիրուն գույն ստանանք, էլի չվառվի, անշնորհ գույն լինի։ Ահա մեր պատրաստի նագեցները նայեք, սիրելի հետևորդներ, թե ինչ լավն է, ինչ սիրուն է։